Գոր Համբարձումյան ոտքի կանգնել, ներկայացեք ձեր անունը։ Գորների Համբարձումյան 1988-03-04 Դատավճռում նշված են ձեր կենսագրական տվյալները, ճիշտ են այդ տվյալները, որը բան փոխվել է այդ տվյալները։ Ձեր ակնոցը օպտիկական է, օպտիկական։ Լավ, որպես ձեր պաշտպան ներկայացել է Վահե Մակյանը։ Բարձր նստեք։ Եվ Մարատ Պողոսյանի մասով ըստ էության բողոք չի ներկայացվել, բողոք չի դրվել։ Ճիշտ այս մասը որևէ հայտարարություն կա անելու, չկա։ Լավ, հանրային մեղադրողի վերաբերյալ նախորդ դատականιστին համապատասխան փաստաթուղթը հրապարակվեց։ Դատանը պարզաբանում է, որ դատականիստի նախագահի դատավոր Հարություն Պետրոսյանը դատավորներն պարոն Մակար Կիրակոսյանը եւ պարոն Սևակ Համբարձումյանը։ Նախորդ դատականիստին իմ կողմից ներկայացվեց կազմաձևավորվելու ընթացակարգը, այժմ անհրաժեշտ է համարվում ևս մեկ տեղեկություն հայտնել, մասնավորապես պաշտոնավարել եմ Արարատ եւ Այսօրի մարզերի ընդհանուր եղածության դատարանում որպես դատարանի նախագահ եւ այդ ժամանակահատված ընթացքում մեկ կամ երկու անգամ հեռախոսային խոսակցություն եմ ունեցել Մեղադրել Դավիթ Համբարձումյանի հետ, նկատի ունենալով, որ դատարանի նստավայր Մասիս քաղաքում եւ Մասիս քաղաքի նստավայրի հարակից տարածքի բարեկարգման հետ կապված առաջացել են որոշակի հարցեր։ Այս մեկ-երկու հեռախոսային խոսակցությունն է եղել, որը չի վերածվել մտերիմ հարաբերությունների կամ ջերմ հարաբերությունների կամ ընկերական հարաբերությունների եւ ինձ չի կաշկանդում սեն գործով բազմակողմանի լրիվ եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու եւ օբյեկտիվ որոշում կայացնելու։ Սակայն անհրաժեշտ համարեցի այս տեղեկությունը հայտնել նաեւ կողմերին։ Կողմերի նախագահու դատավորին, դատականիստերի քարտուղարին եւ դատավորների ինքնաբացակ հայտնել մի շփոթություն ունեն, մեղադրող չկա։ Պաշտպանական կողմը չկա մի շփոթություն։ Դատան անցնում է դատաքննության, հրապարակվում է կայացված դատական ակտի էությունը։ Մասնավորապես Երևան քաղաքի առաջին հերթին ընդհանուր իրավասության քրեական դատարանի 23/01/2020 թվականի դատավճռով վճռվել է ճանաչել եւ վարչակել մեղադրել Արմեն Ռաֆիկի Մամուլյանի անմեղությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական անձկի 225-րդ մասի նախատեսված հանցանքի կատարման մեջ Արմեն Մամուլյանի նկատմամբ քրեական հետապնդում դադարեցնել եւ նրան արտարացնել հերոսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Հայաստանի Հանրապետության դեմս ֆինանսների նախարարությունից օգուտ Արմեն Մամուլյանի բռնագանձել 2 միլիոն դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Դատավճիռի օրինական ուժը մտնելուց հետո Արմեն Մամուլյանի նկատմամբ կիրառած խափան միջոց 500,000 դրամ գրավի չափով գումարը վերադարձնել գրավատուին կամ վերջինիս կողմից դիազորված անձին։ Ճանաչել է վարչակել Կարեն Կարապետի Ռոհանյանի անլոբությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական անձնքի 225-րդ մասը նախատեսված հանցանքի կատարման մեջ Կարեն Հովանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ նրան արտարացնել հերոսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Դատավճիռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Կարեն Կարապետի Ռոհանյանի նկատմամբ կիրառած խափան միջոցը 1 միլիոն դրամի չափով գրավը վերադարձնել գրավատուն։ Վարչակել մեղադրել Արմեն Հակոբյանի անմեղությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական անձնքի 225-րդ մասի նախատեսված հանցանքի կատարման մեջ Արմեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում դադարեցնել եւ նրան արտարացնել հերոսագրվող արարքից կատարած չլինելու պատճառաբանությամբ։ Դատավճիռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արմեն Հակոբյանի նկատմամբ կիրառած խափան միջոց 1 միլիոն դրամի չափով գրավը վերադարձնել գրավատուն։ Ճանաչել է վարչակել մեղադրել Գոր Խաչատրյանի անմեղությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական անձնքի 225-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսված հանցանքի կատարման մեջ Գոր Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում դադարեցնել եւ նրան արտարացնել հերոսագրվող արարքը նրա կողմից կատարած չլինելու պատճառաբանությամբ։ Դատավճիռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գոր Խաչատրյանի նկատմամբ կիրառած խափան միջոցը 1 միլիոն դրամի չափով գրավը վերադարձնել գրավատուն։ Դավիթ Մերի Համբարձումյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական անձնքի 258-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ պատիժ նշանակել ազատազրկում 6 տարի 3 ամիս ժամկետով։ Քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառում նշանակող պատժին հաշտացել
Դավիթ Համարցյանի 2018 թվականի մայիսի 31-ից մինչև 2018 թվականի հունիսի 2-ը, այնուհետև 2018 թվականի հուլիսի 6-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 17-ն անազատության մեջ գտնվելու 2 ամիս 14 օր ժամկետը եւ վերջնական փոխի նշանակել ազատագրություն 6 ամիս 16 օր ժամկետը։ Դավիթ Համարցյանի նկատմամբ կիրառած խափամիջոց փոփոխել եւ վերջինս նկատմամբ որպես խափամիջոց կիրառել կալանք 5 միլիոն հայ չափով գրավի գումարը վերադարձնել գրավատուին կամ վերջինս կողմից դիազորված անձին։ Խափամիջոց կալանքի մասով դատավճիռի կատարումը հանձնել է հանրապետական ոստիկանության ՕԿՎ պետին եւ ՀՀ քրեակատարական ծառայությանը։ Դավիթ Համարցյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը հաշվարկել վերջինս փաստացի արգելանքի վերցնելու պարից։ Պատիժը պետք է կրի արտադրության նախարարության համապատասխան քրեակատարական հիմնարկում։ Գոր Մերի Համարցյանի մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական ազգի 258 մասի առաջին կետի տեսածանցանքի կատարման մեջ առանց պատիժ նշանակելու քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջության ժամկետին անցած լինելու ունկը։ Դատավճիռի օրինական ուժմշ մտելուց հետո Գոր Համարցյանի նկատմամբ կիրառված խափամիջոց 2 միլիոն չափով գրավը վերադարձնել գրավատուին։ Դատավճիռը լուծվել է նաև իրավեն ապացույցների եւ արտավարկային փաստաթղթերի հարցը։ Նշված դատավճիռի դեմ վերականգնիչ բողոք է ներկայացրել դատախազության Երևան քաղաքի դատախազության հավաքականության պետերանը, ով նշելով համապատասխան պատճառաբանությունները միջնորդել է Երևան քաղաքի առաջինացան ընդհանուր քրեական դատանի հիշեր դատավճիռը Արմեն Մամուլյանին, Կարեն Օհանյանին, Արմենակ Կակոբյանին եւ Խաչատրյանին 1804-2003 թվականի քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով արդարացնելու Գոր Մերի Համարցյանի մեսագրով արարքը 1804-2003 թվականի քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասի առաջին կետով որակելու, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառված խափամիջոցները վերացնելու մասով տեկանել եւ վարույթի նյութերը փոխանցելու հիմնական այլ կազմով նոր քննություն։ Դավիթ Մերի Համարցյանի նկատմամբ որպես արգելանքային խափամիջոց կիրառված 5 միլիոն դրամի չափով գրավի գումարը գրավատուին կամ վերջինիս կողմից դիազորված անձին վերադարձնելու մասով դատավճիռը տեկանել եւ փոփոխել։ Դավիթ Համարցյանի նկատմամբ որպես արգելանքային խափամիջոց կիրառված 5 միլիոն դրամ գրավի գումարը դարձնել պետության եկամուտ։ Առաջին այցանի դատանի հիշած դատավճիռի դեմ վերականգնիչ բողոք են ներկայացրել նաև Մեհադրել Դավիթ Համարցյանի եւ Գոր Համարցյանի պաշտպան Վահե Մակյանը, մեհադրել Դավիթ Մերի Համարցյանի պաշտպաններ Լեոնիդ Պապայանը եւ Արման Կարապետյանը, ովքեր նշելով համապատասխան պատճառաբանությունները խնդրել են Դավիթ Մերի Համարցյանի եւ Գոր Մերի Համարցյանի մասով տեկանել Երևան քաղաքի առաջին այցանի համերացին քրեական դատանի 2025 թվականի հոկտեմբերի 23-ի հիշել դատավճիռը կայացնելու դատական ակտ Դավիթ Համարցյանի եւ Գոր Համարցյանի առաջադրած մեղադրանքներն արդարացնել, վերջիններիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել, Դավիթ Համարցյանին անապահ ազատել կալանքից։ Առաջին այցանի առաջին պահանջի մերժման դեպքում Դավիթ Համարցյանի նկատմամբ նշանակված պատիժը մերժել եւ ՀՀ ԱԺ 11-2018 թվականին ընդունված Երևանի հիմնադրման 2801 եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 101-ի կապակցությամբ քրեական գործերով համարելու հայտարարում մասնավորենքի անձին Դավիթ Համարցյանին ազատել պատժից կամ նշանակված պատիժը պայմանավորել չկիրառել։ Պաշտպանները բողոքին կից ներկայացրել են նաև միջնորդություններ, խնդրելով ազատությունից ըստ պաշտպանների ձևակերպման ապօրինի զրկված ներառել Դավիթ Համարցյանին անապահ ազատ արձակել կալանքից, հետազոտել Հովհաննես Բաղաբանյանի կողմից ներկայացված Արարատի մարզի Հովտաշատ եւ Հանրիստ Գյումրի խաչներում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ գործի ներդրում առկա տեսակցություն։ Առաջին այցանի դատանի հիշած դատավճիռի դեմ վերականգնիչ դատան բողոք է ստացել նաև Դավիթ Համարցյանի պաշտպան Տիգրան Աթանասյանի կողմից պաշտպանը վկայակոչելով համապատասխան պատճառաբանությունները խնդրել է սույն վերականգնիչ բողոքներ Դավիթ Համարցյանի նկատմամբ որպես խափամիջոց ընտրված կալանքը վերացնել եւ նրան անապահ ազատ արձակել։ Երևան քաղաքի առաջին այցանի ընդհանրության քրեական դատանի հիշյալ դատավճիռը Դավիթ Համարցյանի մասով տեկանել եւ այն փոփոխել եւ նրան առաջադրած մեղադրանքում ամբողջությամբ արդարացնել կամ քրեական գործը Դավիթ Համարցյանի մասով ըստ տարածքային ընդդիմության ուղարկել Արարատի եւ Զորի մարզերի առաջին այցանի ընդհանուր իրավասության դատարան սահմանելով նոր քննության ծավալները։ Վերականգնիչ դատարանը վերականգնիչ բողոքները բարոյթ ընդունելու մասին որոշման գտել է, որ պաշտպանել Վահե Մակյանի
Գայանե Պապյանի և Արման Կարապետյանի միջնորդությունները ըստ իրենց ձևակերպման ազատությունից ակոնի զրկված մեղադրել Դավիթ Համբարձումյանի կալանքից անապահ ազատ արձակելու և Հովհաննես Կարապետյանի կողմից ներկայացված 2204-2018 թվականի Արարատի մարզի Հովտաշատ և Գայանես գյուղերի խաչներում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ գործունեությունների մարտավարաբերյալ արտատեսակություն հետազոտելու մասին պետք է քննարկել դատական նիստում վարորդի հանրային և մասնավոր մասնակիցների, այդ թվում մեղադրել Դավիթ Համբարձումյանի, նաև ենթարկել ոչ բաշխատ վարկագիր դրսևորելու կամ չդրսևորելու մասով հնարավորություն ընձեռելով դրանց վերաբերյալ հայտնելու դիրքորոշումներ։ Նկատի ունենալով, որ ներկայացվել է, ինչպես արդեն բարձրացած, մեղադրել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ տված խափանիշը փոխելու վերաբերյալ միջնորդություն, ինչը ենթակա անապահ քննության, դատանը քննարկման առարկայով դարձնում նշված միջնորդությունը։ Միջնորդությունը ներկայացնելու համար խոսքը տրվում է պաշտպանական կողմին, ձեր մեջ որոշեք միջնորդությունը ներկայացնել և